Բարի երեկո 5-րդի եթերում հարցազրույցն է այսօր իմ զրուցակիցն է Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Պարոն Դանիելյան, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ես նախ ուզում եմ հաղորդումը սկսելուց առաջ ողջունել քրեակատարողական հիմնարկներում գտնվող քաղաքաբանտարկյալներին, ազգային բարերար Սամվել Կարապետյանին, Սրբազան հայրերին, Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին, Մկրտիչ Սրբազանին, բոլոր այն տղաներին, որոնք հանիրավի անազատության մեջ են, քաղաքաբանտարկյալների թիվը ցավոք գնալով ավելանում է եւ վերջերս նաեւ արդեն լրագրողներ հիմա անազատության մեջ են Վազգեն Սաղաթելյան եւ նաեւ իր գործընկերը Նարեկ Սամսոնյան, այո, եւ նաեւ այսօր մի կարևոր օր իրենց երկուսի ծննդյան օրն է, ուրեմն այսօր Մովսես Շահբազյանի ծննդյան օրն է եւ Վահագն Չախալյանի ծննդյան օրն է, ես նրանց շնորհավորում եմ եւ իրենց ընտանիքներն էլ անհամբեր սպասում են, որ իրենց խափանման միջոցը փոխվի։ Մովսես Շահբազյանին ունի 6 ամսական երեխա, որը որ Բագրատ Սրբազանի անունով է կոչել եւ ցանկանանք, որ իրենք օր առաջ ուրեմն իրենց ընտանիքների գլխին լինեն եւ ազատության մեջ լինեն։ Եվ այս առումով նաեւ ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ երեք ես եղել եմ քրեակատարողական հիմնարկում, այցելել եմ Միքայել Սրբազանին եւ Բագրատ Սրբազանին, ինչպես գիտեք, երկու սրբազանները մեկ խցում են գտնվում եւ իրենց ողջունները նաեւ զորակցությունը հայտնում են Հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ բոլոր իրենց աջակիցներին, որոնք որ պայքարում են նաեւ իրենց համար, մնացած բոլոր քաղաքաբանտարկյալների համար, սրբազանների խորին շնորհակալությունն են իրենց հայտնում եւ ես փոխանցում եմ բոլոր իրենց աջակիցներին, չնայած այդ պայմաններին, որ իրենք գտնվում են այդ պայմաններում, գիտեք, որ դժվար է այդ մի քանի քառակուսի մետրի վրա պայմանները եւ այլը, բայց իրենց ոգին ամուր է, իրենց սկզբունքներով, իրենց հոգևոր այդ մեծ ներաշխարհով, որ իրենք ունեն, միշտ էլ աչքի են ընկել իրենց խիզախությամբ, համարձակությամբ, տոկունությամբ, քաջությամբ եւ ամեն անգամ երբ որ այցելում եմ ես սրբազաններին, մի ուրիշ ձև ոգևորություն է գալիս իմ մոտ եւ ես հավատում եմ, որ այս բոլոր հարձակումները, որ կան եկեղեցու դեմ եւ հենց ինչու՞ չէ նաեւ այդ հզոր սրբազանների շնորհիվ այդ հարձակումները եւ այս հակաեկեղեցական արշավը իզորուենք մենք կասեցնել։ Պարոն Դանիելյան, ինձ եւ շատերին հուզում է հարգարժան Միքայել Սրբազանի, Բագրատ Սրբազանի առողջական վիճակը։ Կարող եք ասել ինչպիսի առողջական վիճակում են իրենք, ինչպես իրենց առողջությունը, նաեւ ինքնազգացողությունը։ Գիտեք, ինչ սրբազանները չեն սիրում դրա մասին խոսել, շատ լավ գիտեմ, բայց ինձ թող ներող լինեն, իրենք գտնվելով անազատության մեջ շատ ժամանակ իրենց հիվանդություններն էլ սրվում, չեմ կարող այսօր բացահայտել են ոչ թե մի քանի հիվանդությունները, որ սրբազանները ունեն, ազատության մեջ էլ ա եղել այդ հիվանդությունը, շատերը կարող են ասել, վայ հիվանդությունները նոր եկավ, տենց մի հատ բան կա, չէ, խումբ կա, որ ասում է հենց կալանավորում են, բարձում է հիվանդ են, ես ուզում եմ տեղեկացնել, որ այդ հիվանդությունները ազատության մեջ են եղել, բայց անազատության մեջ այդ պայմաններից նաև ելնելով այդ հիվանդությունները սրվում են եւ դա ոչ միայն իմ գնահատականն է, այլ մասնագիտական ուրեմն խմբեր կան, որ տարբեր քրեակատարողական հիմնարկում գտնվող տարբեր քաղաքացիներ նաև եզրակացություններ են տալիս այս կամ այն հիվանդի վերաբերյալ։ Ես ուզում եմ ասել, որ չնայած այդ ամեն ինչին, այդ հոգևոր տոկունությանը, այո, իրենք բարձր տոկունություն, կամք եւ անգամ իրենք ամեն անգամ երբ որ խոսում ես իրենց առողջական խնդիրների մասին, իրենք ասում են դե մի ասեք,
մի խոսացեք դրա մասին, այսինքն իրենց կարծիքը այն է, որ իրենք այդ խաչը պետք է տանեն եւ իրենք այնքան բարձր բարոյական արժեքներ ունեն, որ անգամ որ շեշտում էլ ես դրա մասին, իրենք ասում են, որ դե պետք չի եւ այլ, բայց պետք է արձանագրենք, որ իրենք ունեն խնդիրներ, իրենց չնայած երբեք չեն բողոքում, բայց դա չի նշանակում, որ այդ պայմանները չի նպաստում, որպեսզի այդ մարդկանց հիվանդությունները գլուխ բարձրացնեն եւ ի վերջո նաեւ մենք պետք է նաեւ այդ մարդկանց եթե դատական նիստերին հետևում են, տեսնում են մեր սրբազանների հյուսվածությունը իհարկե տեսնում են տեսքնել ասենք արտաքինից էլ երևում է որ մարդիկ թեպետ չեն արտահայտվում կրկնում են բայց լրջագույն խնդիրներ կա պրոբլեմներ կա եւ ինչքան որ երկար մնան այդ մարդիկ քրեակատարողական հիմնարկներում ցավով պետք է ասեմ այնքան այդ հիվանդությունները ավելի խորանալու է եւ պետք է փառք տանք Տիրոջը որ իրենց առողջություն տա եւ օր առաջ կրկնում եմ ժամ առաջ իրենք պետք է հայտնվեն ազատության մեջ որովհետեւ փոքրի շատ է իրենց առողջություն այսինքն իրենց առողջական վիճակը այնպեսին է որ պետք է հիվանդանոց տեղափոխվեն կամ մշտական բժիշկ լիներ հերթապահություն իրականացնող ես կրկնում եմ հիմա այս պահին ես չեմ կարող ասել որ այդ առողջական խնդիրները կյանքին անմիջապես վտանգ են ներկայացնում բայց գիտեք ինչ օր-օրի վրա ամիս ամսվա վրա այդ խնդիրները խորանում են այդ առողջական խնդիրները խորանում են եթե այլընտրանքային այս պարագայում դա պարտադիր է այլընտրանքային խափանման միջոց կիրառվի մարդիկ հնարավորություն կունենան բուժ հաստատություններում իրենց առողջական խնդիրները փոքրի շատ է կարգավորելու պայմաններն էլ այդ խնդիրները առաջացնում հիմա տեսեք քրեակատարողական հիմնարկներում վերջին ամիսների ընթացքում արդեն 21-րդ մահվան դեպքն է արձանագրվել այսինքն մեր քրեակատարողական հիմնարկները նպաստում են հիվանդությունների սրմանը եւ այդ սրման արդյունքում նաեւ ունենում ենք անդառնալի հետևանքներ հենց ասածս դա է եթե մարդը կարողանա հետևել իր առողջական խնդրին փոքրի շատ է գոնե կզսպվի այդ խնդիրը բայց գնալով կրկնում եմ բարթանում է այլ ավելի լուրջ խնդիրներ առաջանում նաեւ տարիքային խնդիր կա այլ խնդիրներ կան որոնք ես իրավունք չունեմ բարձրաձայնելու բայց դա հաշվի չառնել դա չգիտեմ մարդասիրության հումանիզմի եւ այլ այսինքն անազատությունը որպես պատժի ձև է կիրառվում Հայաստանում ասենք քեզ տանում են անազատություն կալանքը պատժի միջոց է դարձել այլախոհներին ճնշելու բայց իրենք ճնշվող մարդիկ չեն բնականաբար իրենք բոլորից ազատ են թեպետ անազատության մեջ են բայց իրենք բոլորից էլ ազատ են եւ ես ուրախ եմ որ իրենք այդ վիճակներով հետ միասին այդ անզրկանքների հետ միասին իրենք բարձր տոկունություն են դրսևորում։ Մեր սիրելի Միքայել Սրբազանին, Բագրատ Սրբազանին առողջություն ենք մաղթում, Աստված օգնական Սրբազան հայրեր։ Պարոն Դանիելյան, նաև վստահ եմ Սրբազան հայրերի հետ քննարկել եք նաև 3 տեղի ունեցած բոլորիս, քննարկման առարկան դարձած հանդիպումը 9 եպիսկոպոսների, 8 ներողությունը arczepiskopոսների, եպիսկոպոսների եւ Փաշինյանի, նաև տարածված հաղորդագրության, ինչպես են սրբազանները այդ իրողությունն ընդունել, ինչ կարծիք ունեն։ Նախ ուզում եմ ասել, որ դե գիտեք անազատության մեջ ինֆորմացիան շատ ավելի սուղ է։ Ես ինքս էլ որ քրեակատարողական հիմնարկում էի, այդ նորությունը այսպես ասած հեռուստատեսության միջոցով ենք ստացել այդ նորությունը, ես էլ չգիտեի դրա մասին։ Վերջնական ինֆորմացիա չունենալը նաև չգիտեն իրենք արտաքին աշխարհից կտրված են այս առումով ինֆորմացիայի բաց ունեն բնականաբար իրենք էլ անորոշության այսինքն իրենց բնականաբար հուզում են պատկերը որ մենք տեսանք հեռուստացույցով տեսանք այն իրավիճակը որ կա բնականաբար չէ կարող չհուզել եւ չմտահոգել սրբազան հայրերին կարծում եմ ես այսօր չեմ այցելել բայց ես կարծում եմ իրենք ավելի շատ ինֆորմացիա ունենալով հայտարարություն էլ կանեն իրենք հասկանալով ինչ է իրականում կատարում բայց բնականաբար դա մտահոգիչ էր եւ սրբազանների համար երկրորդ կարծիք չկա իհարկե անհանգստություն կա մտահոգություն կա եւ իրենք որպես հայ առաքելական սուրբ եկեղեցու բարձրաստիճան հոգեվորականներ
հարգարժան եւ պատվարժան սրբազաններ, իրենք միմիայն եկեղեցու կողմն են, եկեղեցու միասնության կողմն են եւ այս առումով այլ կարծիք լինել չի կարող, բայց իրենք առանձին արդեն հայտարարությամբ հանդես կգան, որտեղ կրկնում եմ այդ պահի դրությամբ ինֆորմացիան, որը հասանելի էր, կծկտուր ինֆորմացիաներ էր, ամբողջական չէր եւ իրենք հանդես կգան հայտարարությամբ կարծում։ Պարոն Դանիելյան, անդրադառնանք 8 եպիսկոպոսներին եւ արքեպիսկոպոսներին, որոնք Փաշինյանին հանդիպեցին։ Մամուլը գրում է, որ դա տեղի ունեցել ԱԱԾ-ի իրավապահ մարմինների համակարգված աշխատանքի շնորհիվ, որովհետեւ կոմպրոմատներ են կոպիտ ասած դեմ տվել եւ այնպիսի կոմպրոմատներ, որոնք թույլ չէին տա այս սրբազան հայրերին շարունակել իրենց եկեղեցական գործունեությունը։ Հակված եք այդպես մտածել, թե միգուցե ինչ-որ համաձայնության են եկել, որի գաղափարությունը չեն դիմացել սրբազան հայրերը։ Տեսեք, նախ սկսենք նրանից, թե դրան նախորդող ժամանակահատվածը ինչ ժամանակահատված է եղել եւ այն սրբազանները, որոնք որ մասնակցում էին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, այդ նախորդիվ շրջանում ինչ հայտարարություններ են արել։ Որոշներին անձամբ գիտեմ, չեմ ուզում կոնկրետ անունների վրա կենտրոնանանք, բայց եթե հարկ լինի, կարծում եմ դա կանենք։ Ներողություն ուզում եմ մի դրվագ, Տավուշի մարզում սրբազան շարժման ժամանակ Նավասարդ arczepiskopos Կճոյանը, այո, նաև այդ հանդիպմանը մասնակից եւս երկու այլ եպիսկոպոսներ եկել էին, Բագրատ սրբազանին էին տեսակցել։ Ես չեմ ուզում այս պահին բանել, շատ եպիսկոպոսներ են եկել, շատերը 21 թվականից հետո իրենց դիրքորոշումը հայտնել են մինչև վերջին շրջանը, մինչև մի շաբաթ, երկու շաբաթ առաջ, երբ որ խոսում էին այդ սրբազանները, ասենք շատ այսպես ասած հակառակ պատկերներ, ռադիկալ դիրքորոշում, ոչ թե հակառակ պատկերը, ասենք Նիկոլ Փաշինյանի հետ կապված, իր իշխանության հետ կապված, ստեղծված իրավիճակի հետ կապված, հակաեկեղեցական արշավի հետ ուղղակի արտասվում էին այդ մարդիկ եւ համարում էին դա Թուրքիայի եւ Ադրբեջանի, ասենք Փաշիզադեի պահանջով եւ Ադրբեջանի պահանջով հարձակում եկեղեցու վրա։ Եվ ես այդ անկեղծությունը տեսել եմ իրենց մոտ։ Եվ հիմա ես ապշում եմ, որ այդ նույն սրբազանները, ես որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ չեմ կարող միշտ թույլ տամ ասել են ամեն ինչ որ իրապես կներեք մտածում եմ այդ ամեն ինչի մասին իրենց իմ կարծիքի իրենց մասին, բայց չեմ կարող չասել, որ դա մեղմ ասած դավաճանություն է։ Այլ բառով ես չեմ կարող բնութագրեմ։ Ինչ եղավ եւ մի շաբաթվա մեջ, երկու շաբաթվա մեջ դուք դարձաք ուրեմն կաթողիկոսի անունը զեղչող, պատարագի բովանդակությունը փոխող, այլ պահանջներ կաթողիկոսի ներկայացնող, դուք կաթողիկոսի արևով եք երթվում։ Որ ինչ եղավ, որ տենց եղավ։ Ես հիմնավոր կասկած ունեմ, որ իրենք որոշակի գայթակղությունների են տրվել մեկ կամ դա է, կամ որոշակի կոմպրոմատների տրցակա հայտնվել սեղանին, որով որ այդ մարդիկ արդեն ստիպողաբար գնացել են այդ քայլին։ Պարոն Դանիելյան, Արշակ Սրբազանին փորձեցին, այո, նմանատիպ շանտաժի միջոցով որոշակի ճնշումների ենթարկել, բայց Արշակ Սրբազանը անսասան մնաց։ Ինչու այս դեպքում չաշխատեց, այս դեպքում աշխատեց։ Արդյոք Աստծո հավատից ավելի ուժեղ էին այդ կոմպրոմատները։ Ես կարծում եմ, որ իշխանությունների կողմից երկար ժամանակ այդ մարդիկ հավաքագրվել են։ Սա մի օր, երկու օրվա գործ չի եղել։ Ես կարծում եմ դա եղել է։ Գիտեք ինչ կան մարդիկ, որոնք կամքով թույլ են եւ այդ առումով շատ հեշտ է իրենց վրա ազդելը, բայց ուզում եմ այդ համեմատականը տանենք, էլի մեզ այսօր մենք ունենք Բագրատ, Միքայել եւ Մկրտիչ սրբազաններ, որոնք անազատության մեջ են, որևէ մի կերպ իշխանությունների հետ որևէ պայմանավորվածության չեն գնում, անգամ իշխանությունները կուզեն, որ ընդամենը լռեին այդ սրբազանները, ոչ մի բան չխոսեին, հիմա, չգիտեմ, փառք ու պատվով ամեկ իր թեմի գլխին կանգնած իր հոգևոր կյանքով կապրել, բայց տեսեք, այդ մարդիկ չեն գնացել ու չեն էլ գնալու երբեք այդ գործարքի։ Բայց Մկրտիչ սրբազանի պահման պայմաններն էլ չի ասում են շատ վաղ։ Այո, դե այդ քրեակատարողական հիմնարկը առանձին թեմա է, շատ ու շատ խնդիրներով դա առանձին թեմայով կանդրադառնանք դա եւ այս կողմը արդեն մարդիկ են հայտնվում, որոնց առանձին վերցրած
նույն Նիկոլ Փաշինյանը, եթե նայես իր ազգային ժողովի ելույթները, Արարատյան թեմի առաջնորդի հետ կապված, Բենթլի քշելու հետ կապված, բազմաթիվ ձայնագրություններ եւ տեսանյութեր կա, իր վերաբերմունքը ոնց է։ Հիմա այդ մարդիկ դարձել են եկեղեցու բարի նորոգողներ, հասկանում եք։ Կամ մյուս սրբազանի հետ կապված, որ էլի բազմաթիվ որ զավակներ ունեն, որոնցից մեկի զավակները Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ Այնտեղ մի այլ թեմի առաջնորդ, որ կրկնում եմ մի քանի ամիս առաջ արտասվում էր եւ ամենակոշտ քննադատության էր ենթարկվում։ Այո, այդ սրբազանը, որը ամեն ինչով երևի պարտական է կաթողիկոսին։ Նույնիսկ առողջությամբ։ Իր առողջությամբ, իր սրբազանի, ուրեմն կաթողիկոսի քույրը ոնց է հոգ տարել մոր նման եղել եւ ասում են որ Մկրտիչ սրբազանի ամենամտերիմ ընկերն է։ Ու էլի աստվածաբանության ֆակուլտետի դեկանի հետ կապված, որ մի քանի ամիս առաջ Սամվել Կարապետյանի ուրեմն աջակցություն Սամվել Կարապետյանի ուրեմն երթինել ցույցինել այդ բանին ամենառաջին շարքում քայլում էր եւ փաստացի այն բոլոր մեղադրանքներին որ կա իշխանությունների ընդդիմության կողմ էր այդ բոլոր մեղադրանքներին որ հնչում էր որ ապօրինաբար անազատության մեջ է պահում եւ այլն վախեցրել են կոպիտ ասած պարոն կամ Արցախի թեմի առաջնորդը ինձ համար մեծագույն ողբերգությունը մեծագույն ցավը ոչ համար բոլորն են շոկի մեջ ոնց կարելի էր վրթանել սրբազան ոնց կարելի էր նման բան անել ախր դուք ինչա ես մի վարկած մենակ կարար այս պահին ինձ համար փոքրի շատ է որ այդ մարդուն չգիտեմ բռնությամբ իշխանությունները չգիտեմ ուժ կիրառելով բերել են եւ այնտեղ նստացրել են այն մենակ այդ պարագայում կարա արդարացվի իր այդտեղ լինելը ուրիշ պարագայում բա մոռացել եք ինչ եք ասում Արցախը հանձնելու եւ այլ Ախր ճիշտ էլ չի որ այդ անձնական խոսակցությունները բան, բայց չի կարելի անձնական խոսակցություն ինձ է հարցազրույց տվել։ Այո, հարցազրույցի բացի շատ բաներ կա։ Այսինքն դավաճանության մեջ մեղադրում եք Նիկոլ Փաշինյանին ու ճիշտ եք անում որ մեղադրում եք եւ գնում եք խոնարհվում եք իր առջեւ։ Ոնց կարա դա ընդունելի լինի։ Ոնց կարա դա ճիշտ լինի։ Ախր հիմա որ Նիկոլ Փաշինյանին հարցնես ում ես ընդունել ինքը կվախենա ասի որ Արցախի թեմի առաջնորդին եմ ընդունել։ Բա Արցախ բառը վախեցող որ ասի Արցախ բառը վախեցող ասողին որ վախենա ասի չուզենա ասի մոռացողին ջնջողին ուրեմն դու ոնց ես գնում նրա հետ։ Իդեպ կաթողիկոսից դժգոհին, որովհետև նաև Արցախի թեմը չփակեց, այլ Արցախի թեմը շարունակեց գոյությունը։ Այո, ոչ միայն չփակեց, այլ գնաց միջազգային տարբեր հանդիպումների ժամանակ վերադարձի հարցներ դնում, ամեն կերպ օգնում էր Արցախի թեմին, ես գիտեմ, որ ինչ էր արվել։ Պարոն Դանիելյան, նաև ասում են, մամուլը գրում է, որ հոգևորականների դեմ շարունակում են կոմպրոմատներ հավաքվել եւ ոչ միայն հոգևորականների դեմ 2026-ին ընդառաջ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով իրավապահները ներողություն կոմպրոմատներ են հավաքում նաև ձեր եւ ձեր գործընկերների ինտիմության դեմ եւ սկսելու են շուտով հանդիպումներ ունենալ, հարցաքննել եւ այլն պատրաստ եք այդ բռնաճնշումներին։ Գիտեք ինչ, թող ոչ մեկին չթվա թե 18 թվականից հետո մենք այս 6-7 տարիների ընթացքում այդ հետապնդումներին չենք ենթարկվել։ Ենթարկվել ենք մեր ընտանիքները, մեր հարազատները, մեր բարեկամները, մեր ընկերները, շատ ժամանակ դրա մասին չենք ասել, շատ ժամանակ մամուլում տարբեր ուրեմն նյութեր են հրապարակվել, որ ինչ բռնաճնշումների են ենթարկում մեր հարազատներին աշխատանքից ազատելու տարբեր մեթոդներով փորձելու մեզ ճնշել, չգիտեմ, պետական եկամուտների կոմիտեն մեր համակիրների, մեր ընկերների, մեր բարեկամների բիզնեսներում տարբեր վնասարար աշխատանք անելու, կոնկրետ խափանելու մարդու բնականon գործունեությունը, ել չեմ ասում մեր գույքերի
վրա, հափշտակություն, Սառեցում հաշիվների, ոչ միայն հաշիվների սառեցում, այլ նաև մեր կոնկրետ իմ մեքենան մի քանի անգամ ջարդվել է, այրման փորձ արել եւ այլ, ու սենց շարունակ էլի, էլ չեմ ասում այն մնացած բոլոր հարցերին։ Այսինքն մենք այս ամեն ինչին ոչ թե մեզ համար նորություն է, մենք արդեն կոպիտ եմ ասում, բայց արդեն սովոր ենք նման բռնաճնշումների, էլ չեմ ասում քրեակատարողական, տարբեր հիմնարկներով անցել են մեր ընկերները, մեզ բազմաթիվ անգամներ բերման, ենթարկել քրեական գործեր եւ այլ, բայց սա գիտեք ինչ, երբեք մեր մտքով անգամ չի անցել, որ կարող ենք մենք հետ նահանջ անել։ Հիմա գալով ձեր հարցին, եթե փորձեն ավելի սաստկացնել ճնշումը, մենք դրան պատրաստ ենք։ Մենք դրան պատրաստ ենք, որովհետև գիտենք, որ դրա այլընտրանք ինչն է։ Դրա այլընտրանքը հայրենիքի կորուստն է։ Եթե շրքի մի նժերի վրա հայրենիքն է, մի նժարի վրա անձնական զրկանքները, ուրեմն այդ անձնական զրկանքները, այս որ ասում մեզ համար որևէ մի առումով, ինչքան էլ որ մեզ համար բնականաբար տհաճ է, որևէ մի առումով չի կարա իրենց կողմից ճնշման գործիք հանդիսանալ եւ մեզ ստիպել, որ մենք հրաժարվենք մեր գաղափարներից, մեր պայքարից, որովհետև գիտենք, որ այս իշխանությունները, ինչ իշխանություններ ու որտեղ են տանում մեր երկիրը։ Այդ առումով մենք տատանվելու, չգիտեմ, երկրորդ կարծիքը ունենալու ոչ իրավունք ունենք, ոչ էլ մենք այդ արժեհամակարգը կրողն ու կիսողն ենք։ Դրա համար ինչքան էլ որ փորձեն մրոտել, սևացնել, ինչ էլ ուզում կոմպրոմատներ դեմ տան, մենք արդեն գիտենք, որ իրենք սովոր են ամեն ինչ կեղծելու, սովոր են եւ տեսանյութեր, եւ ձայնագրություններ, հավասիկ դրա վառ օրինակն էլ ուրեմն 18 աղթարների գործն է, որտեղ ամբողջությամբ մոնտաժված, ուրեմն ներգործություն է կատարվել, դրա արդեն կգա ապացուցողական այդ ժամանակահատվածը, որ ապացույցների ուսումնասիրության կտեսնենք, որ հիմա էլ պարզ է, բայց կտեսնենք, որ ամբողջությամբ կեղծիք ու սուտ է։ Լիդիա Մանթաշյանին երեկոյան բաց թողեցին, ինչը բավականին ուրախալի լուր էր։ Պարոն Դանիելյան, անդրադառնանք հրդեհներին, որոնք մինչ օրս շարունակվում են լայն աշխարհագրությամբ Հայաստանի տարբեր հատվածներում, դուք գնացել էիք տեղում իրավիճակին ծանոթանալու ու չնայած ձեր ահազանգերին Դիլիջանի քպեական քաղաքապետը լայվ էր մտել ծխախոտը ձեռքին եւ ասում էր, որ ամեն ինչ այդքան էլ սարսափելի չի, ցավոք սրտի այդ հրդեհի պատճառով նաեւ հրշեջ փրկարար զոհվեց, ծառայողական մեքենա վթարի ենթարկվելով։ Ես օգտվելով առիթից ուզում եմ ցավակցություններս հայտնել այդ փրկարարի ընտանիքին, իրենց տոկունություն, ամրություն եմ մաղթում եւ կան նաեւ փրկարարներ, որոնք որ նաև վնասվածքներ են ստացել, տարբեր աշճանի վնասվածքներ են ստացել։ Եվ դա զարմանալի չի, որովհետև տեսանյութերում երևում է, թե ինչպես են առանց ձեռնոց, առանց հակագազ իրենց առողջություն մաղթենք եւ գալով թեմային ես ուզում եմ ասել, որ առաջիններից մեկը ես եմ եղել, որ այդ խնդիրը բարձրաձայնել եմ, ասել եմ, ոչ միայն բարձրաձայնել եմ, այլ տեղում եմ եղել եւ դրանից առաջ էլ դրա մասին ուրեմն երբ որ արդեն ուրեմն ճամբարակի հատվածում հրդեհներ դեր Դիլիջանի հատվածում չեր եղել, ես ուրեմն հրապարակային ասել եմ, որ պետք է ամբողջ ռեսուրսը ներդրվի, որպեսզի այդ կրակի օջախները շատ արագ հանգցնեն, ուղղաթիռներ ներգրավեն, փրկարար ծառայության ամբողջ անձնակազմը Հայաստանի, որ տարբեր մարզերում է պետք է անմիջապես գար եւ մասնակցեր աշխատանքներին, օգտվելով առիթից ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել փրկարար ծառայության աշխատողներին, որովհետեւ շատ աշխատողներ կային, որ անձնուրաց պայքար են տանում կրակի դեմ, որ հրդեհը նոր տարածքներ չընդգրկի եւ կամավորների ներգրավումը, այսինքն հարակից շրջանների գյուղերի բնակիչները պետք է ներգրավեին, եթե կա խնդիր, այդ խնդիրը ուրեմն շատ արագ այդ խնդիրը կարգավորեն, որպեսզի ավելի մեծ մասշտաբներ չստանա, բայց ցավոք սրտի այդ իմ հորդորներին շատ ուշ ականջալուր եղան, երբ որ արդեն կրակի մասշտաբները ավելի մեծացել էին, արդեն Դիլիջանում կար 4 օջախ, Կազաչի հանդամասի այդ տարածքը Լեռնային Հայաստան, որ ասում են Գորնի Արմենիա Հանգստան, տունը որ կա դրա վերևի հատվածներ, անտառապատ տարածքներ այսինքն մի մասը անտառներ են, մի մասը ուրեմն
արոտավայրեր են, խոթարքներ են, ուրեմն ոլորանների վերևի հատվածներ մի օջախը, ես տեսանյութը որ հրապարակեցի ոլորանների վերևի հատվածում էր եւ Սիմինովկայի մոտ, այսինքն այդ պահին 4 օջախ կար եւ ամբողջ գիշեր այդ պայքարը տարվեց այդ օրերի ընթացքում բավականին աշխատանք տարվեց, բայց ի զարմանալիից ձեր ասած նաև նման անզգուշ վերաբերմունքի արդյունք էլա որ մենք ունենում ենք հրդեհ, մենք պետք է պատճառներն էլ չէ ախտորոշենք թե ինչից առաջացել այդ հրդեհները, անզգուշության հետևանք է, թե որոշակի առումով դիտավորություն կա, քննությունը պետք է պարզի, հանգամանքները ուսումնասիրի եւ այդ հանգամանքներից էլ պետք է մենք հասկանանք արդյոք միտում կամ շահագրգռվածություն ունեցել են որոշակի անձիկ այդ հրդեհի հետ կապված։ Ինչ շահագրգռվածության մասին օրինակ վարկած կա, որ հատված ծառերի հետ կապված դա նաև այդ պրակտիկան կա, այսինքն կոռուպցիոն ռիսկեր կա, որ պաշտոնական անձանց հետ է փոխկապված։ Ես այդ վարկածն էլ ունեմ եւ այդ վարկածը պետք է ուսումնասիրվի, ես դրա մասին հրապարակային եմ ասել եւ հանգամանքները պետք է պարզվեն։ Հարցեր կա, որոնց պատասխանները մեր հայրենակիցները պետք է ստանան։ Եվ որը նաև որ շատ կարևոր է, վնասի չափերի գնահատում։ Այսինքն ինչ վնաս է հասցվել բնությանը։ Գյուղացում, այո, արոտավայրերը, ինչքան ծառ այրվել, էնդեմիկ տեսակներ կան այդտեղ, որոնք որ ցավոք սրտի այդ այրվելու հետևանքով ոչնչացվել են եւ տարիներ է պետք է դա վերականգնելու համար շափազանց կարևոր է նաև մեր հայրենակիցների առողջությունը, որը առաջին հերթին մեզ պիտի մտահոգի, այսինքն այդ թունավոր ծուխը, այդ ամբողջ այդ բանը որ կա մարդկանց կանեք թոքերի վրա նստում այդ ամեն ինչը։ Դա բերում է հիվանդություն, օնկոլոգիական հիվանդություններ, ուռուցքներ եւ այլ։ Այսինքն երեխաների հետ կապված մատաղ սերնդի տարեցների ես նաեւ հանդիպումներ եմ ունեցել այդ մարդկանց հետ եւ դա անմիջապես ազդում է մարդկանց առողջության վրա։ Երևանի օդն էլ բավականին ծանր պարունակություն։ Ձեր հարցին Երևանում օդի աղտոտվածության հետ կապված դա էլ մի խայտառակ մի պատկեր է, ես դրա մասին էլ եւ տեսանյութ եմ հրապարակել եւ գրառում եմ արել, որ Հայաստանում ուրեմն աղտոտվածության, Երևան քաղաքում աղտոտվածության մակարդակը աշխարհում առաջի տեղում է։ Ինչն է դրա պատճառները։ Դրա պատճառները ոչ ճիշտ կառավարման արդյունքն է։ Աղբանոցում հաճախակի հրդեհները։ Աղբավայրերի հրդեհները, որ շատ մեծ վնասներ, ես դրա մասին բազմաթիվ անգամներ ասել եմ։ Նուբարաշենի աղբանոցը օր առաջ պիտի փակվի, որովհետև ոչ միայն Նուբարաշեն համայնքին է դա մեծ վնասներ հասցնում, այլ Երևան քաղաքը ամբողջությամբ Երևան քաղաքի տոնակատարության օրերին նախորդող օրը Երևան քաղաքը ամբողջությամբ ծխի մեջ է։ Հրապարակը ծխով էր ծխով էր պատված եւ չգիտեմ որոշ ԿՊԱ-կաներ իրենց տենց էլի հերթական խեղկատակություն էին դրսեւորել ծաղրանքով վերաբերվելով իմեն գրառմանը, որ այս պայմաններում դուք հսկայական միլիոնավոր դոլարներ եք ծախսում խարախճանքի վրա, բայց այն որ ասում է ժանտախտի պահին հրավառություն, այդ իրավիճակում երբ որ պետք է համար 1 տրվեր եւ այդ հետևանքները վերացվեր, կարող է սպառել ուրախանալ բան, բայց դրանից այդ մարդկանց ով է հասցեատերը, պարոն Դանիելյան, ես ավելացնեմ, որ այդ սանդղակով ես նշեցի, որ առաջի տեղում է աղտոտվածության։ Դրա պատճառները դուք ճիշտ նշեցիք, որ աղբավայրերն են։ Դրա պատճառները ուրեմն շինարարությունն է, քաոտիկ շինարարությունը, որ ամեն ազատ տեղ անպայման շենք են սարքում եւ այդ շենքի ուրեմն շենքը այդ այդ բաները չկա, այդ փոշու տարածումը կանխելու համար համապատասխան տեխնիկա չկա։ Վարակույրներ են ասում, ինչ են, չգիտեմ, ցանցերը չկան, այդ ուրեմն ջրցան այդ բաները չկան, որ իրենք ջրի միջոցով կանխեն փոշու տարածումը։ Այդ փոշին կարողանան նստեցնել գետնին, չափիչ սարքեր չկան դրված, որ գնահատեն այդ տարբեր տարածքների աղտոտվածության աշճանը, ամեն տեղ, չգիտեմ, այդ աղբը այրելու կամ տերևները այրելու, մենք տեսնում ենք, որ Երևան քաղաքի սրտում այն ծառերը, որ հատվում են,
այո, այդ ծառերը, որ հատվում են, վառվում են քաղաքի կենտրոնում։ Եվ այդ ծառերն էլ են, ծառերի հանելն էլ այդ ծառերի, այդ հաստաբուն ծառերն էլ են։ Ու առողջ ծառերի կտրելը փոխարենը բերել շիվեր տնկելը, որ հայտնի չի, քանի տասնամյակ հետո այն ֆունկցիան կկատարի, որ առողջ ծառերն էին կատարում։ Պարոն Դանիելյան, եւ մեր զրույցի վերջում չեմ կարող չանդրադառնալ 3 համացանցով տարածված տեսանյութին, որտեղ անչափահաս աշակերտները խմբով ծեծում են, նվաստացնում են իրենց դասընկերոջը եւ հենց իրենք էլ նկարահանում են դա։ Հետագայում պարզվեց, որ այդ երեխաներից կամ անչափահասներից մեկի ծնողը պետական ծառայող է, ուժային ծառայող է։ Սակայն քննչականի ուրեմն կալանքը երկարացնելու, հա, այդ անչափահասների հայցը դատարանը մերժել է, նրանց ազատ է արձակել։ Ինչ է ստացվում։ Դատավորը խրախուսում է նմանատիպ պահվածք, ինչու այդ անչափահասները կալանքի վայրում չեն եւ ինչու նրանց զոհը հիմա պետք է վախենալով քայլի, որ հերթական անգամ կարող է հարձակման։ Նախ հանգամանքները պիտի պատշաճ քննության ենթարկվեն, սա խայտառակ մի միջադեպ է, բայց ցավոք սրտի սա այն եզակի միջադեպերը չի, մենք այս մի տեսանյութը տեսանք, անցյալում էլի տեսանյութեր կար, բայց սա մենակ այս մեկ դեպքը չի։ Մենք անդադ ահազանգներ ենք ստանում, որ դպրոցների ոչ առողջ մթնոլորտ է, անառողջ մթնոլորտ է։ Եվ արդյոք ծածկադմփոց եղել է այս գործում։ Ինչ եք կարծում, եղել է։ Դե եթե գիտեք ինչ, ամիսներ առաջ մի գործ կար Մղչյանի գործով, որ հարկադրել էին, որ ավելի ցածր դասարանի աշակերտը թմրանյութեր էր ստացել ավելի բարձր դասարանի աշակերտների, այսինքն թմրանյութի վրա նստածրել էին այդ երեխային եւ որպեսզի իրենց գնորդը դառնա։ Գնորդը դառնա, էլի, այսինքն խոսա մի հատ ցնդելու մի գժվելու բան է էսի։ Երբ որ ես հարց տվեցի, էլի շատ մեղմ միջոցներ էր կիրառվել, ասում ինչի այս մեղմ միջոցներ է կիրառվել եւ այդ մարդիկ էլի ազատության մեջ են։ Դե ասում է դատական համակարգն է որոշել, մենք կապ չունենք, ոստիկանությունը նման հիմնավորում բերեց, բայց իրենց կողմից էլ այդ պնդումը չէր եղել։ Հիմա այդ չբացահայտված հանցագործությունները բերում են ծնում են նոր հանցագործությունների եւ նաեւ հովանավորչության է սպառագայում, նաեւ անպատժելիության է սպառագայում։ Հովանավորչություն ենթադրում եք այս Ենթադրյալ հովանավորչություն կա, որովհետեւ այդ ծնողը Բարսաշճան պաշտոնյա է եւ այս սպառագայում ես նաեւ հիմնավոր կասկած ունեմ, որ հնարավոր է նաեւ այս գործի հետ կապված մեղմացուցիչ որոշումներ կայացվել հենց դրանով իսկ պայմանավորված։ Ես այդ կասկածներ ունեմ եւ քննությունը պիտի ի վերջո պարզի թե ինչ է տեղի ունեցել, արդյոք մեղավորները կներեք պատժվել են եւ այդ միջադեպին տեղյակ եղել են կրթական հաստատության ղեկավարությունը, ինչ ա եղել եւ ի վերջո այս քաոտիկ մթնոլորտը պիտի ի վերջո այս սրա վերջը պիտի գա։ Սրանք ի վիճակի չեն այս կրթական համակարգում այս քաոտիկ վիճակը կանխելու, կրկնում եմ, եւ կարող կամ չեն ուզում կամ ի վիճակի չեն։ Երկու պարագայում էլ դա արդարացում չունի։ Կրկնում եմ, այս թմրանյութերի սենց այս մեծ մասշտաբները, որ կրթական հաստատություններում կան, սա խայտառակ մի իրավիճակ է։ Այս միմյանց նկատմամբ այս ագրեսիվ դրսևորումը, ծեծ ու ջարդը նվաստացնելը, սա խայտառակություն է, սա մեր ազգային նկարագրին հարիշ չէ։ Եվ ծնողները պիտի հիշեն, որ իրենց երեխաներից մեկն էլ Աստված մի արած է, կարող է զոհ դառնալ։ Այո, նման դեպքեր լինում են, երբ որ այդ միջանձնային հարաբերությունների արդյունքում ցավալիորեն ունենում ենք նաև անդառնալի հետևանքներ։ Ով է երաշխավորել, որ այդ միջադեպի ժամանակ ինչ որ մեկը չի կարող այդպես նման դեպքեր շատ են եղել, երբ որ դանակ է գործադրվել կամ այլ միջոցներ զենք դանակ է օգտագործել միջանձնային հարցերը լուծելու համար։ Այսինքն ուրա ոստիկանությունը, ուրա թաղայինը, ուր են պատկան մարմինների աշխատողները, որ պիտի վերահսկեն։ Կարճ մի ժամանակ մանկական sense հատուկ բաժին կար, որը զբաղվում էր պրոբլեմատիկ երեխաներով։ Եվ ոստիկանության այդ բաժանմունքը զբաղվում էր։ Ուր են այդ աշխատակիցները, ով է պատասխանատուն։ Արդյոք այդ պատասխանատունները հայտնաբերվել են եւ արդյոք մեղավորները պատժվել են։ Պարոն Դանիելյան, բանկը 1 միլիոնով թալանած տղամարդը սահմանն անցնում է գումարի հետ, միասին ինչի մասին է խոսքը։ Ցավոք սրտի նաեւ վերջերս մենք Աբովյանում ունեցանք դեպք, երբ որ էլի մեր հավատքի հետ կապված վիճաբանություններ տեղի ունեցավ եւ երիտասարդը սպանվել էր 25 տարեկանին։ Երկու աղանդավոր եւ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը աջակից երկու եղբայրների կողմից։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։
Հիշեցնեմ այսօրվա մեր հյուրներ ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Հարցազրույցի հաջորդ թողարկումը երկուշաբթի է։ Հաջողություն։